Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Շարունակվել են Ալբանիայում գտնվող Հայաստանի վարչապետի հանդիպումները օտարերկրյա գործընկերների հետ։ Այդ բոլոր հանդիպումների առանցքում են եղել հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ալբանիայի մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նաև Նիդերլանդների թագավորության վարչապետի հետ է հանդիպել։ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիաս Խոուֆը եւ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը եւ ժողովրդավարության ոլորտում համագործակցության խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու համագործակցության վրա։ Տիրանայում նաև Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումն է կայացել։ Մասնավորապես կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ այդ ուղղությամբ շարունակական եւ հետեւողական քայլերի իրականացումը։ Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին, նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ։ Հայ-ադրբեջանական թեման չի շրջանցվել նաև Չեխիայի պաշտոնակցի հետ զրույցում։ Բացի դա, Նիկոլ Փաշինյանը եւ Պետր Ֆիալան կարևորել են Հայաստանի ու Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։ Բելգիայի հետ հարաբերությունների խորացման կարևորությունն էլ այդ երկրի վարչապետի հետ է քննարկվել։ Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների եւ շարունակական երկխոսության պահպանումը։ Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման քայլերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործընթացին։ Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել նաև Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Երկկողմ այս հանդիպումներից բացի Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է նաև ապահովելով Եվրոպայի անվտանգությունը եւ ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը թեմայով քննարկմանը։ Այն անցկացվել է փակ ձևաչափով։ Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի եւ Սլովակիայի վարչապետները, Հունաստանի նախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ջանքերը։ Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումը եւ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանության անձեռնմխելիությանը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին եւ ընդգծվել կայուն եւ հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը։ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանիշվիլին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության առնչվող հարցեր։ Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդացել կենսաբազմազանության եւ բնական միջավայրի առջեւ ծառացած հրատապ մարտահրավերների մասին, որոնք էկոհամակարգային ծառայությունների մատակարարներ են եւ կարևորագույն նշանակություն ունեն մարդկության գոյատևման համար։ Այս տարվա բնության հետ ներդաշնակություն եւ կայուն զարգացում կարգախոսն ընդգծում է կենսաբազմազանության կորստի կասեցման եւ շրջադարձման մեր համատեղ հանձնառությունը, որպես
ներկայուն զարգացման հիմնական նախապայման եւ վերականգնելու սերունդների միջև տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական կարիքների արդար հավասարակշռությունը։ Հայաստանը բարձր է գնահատում կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրա արձանագրությունների եւ Կունմինգ Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կենսական դերը, որպես կենսաբազմազանության պահպանման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման եւ օգուտների արդարացի բաշխման մեր գլոբալ ջանքերի անկյունակարեր, բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների, երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության եւ ակադեմիական աշխարհի լիարժեք, ակտիվ եւ իմաստալից ներգրավվածությամբ։ Որպես 2026 թվականին Երևանում կայանալի կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող եւ նախագահող երկիր, Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների եւ գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։ Մենք պատրաստ ենք COP17-ի ընթացքում խթանել ներառական եւ արդյունքի վրա կենտրոնացած բազմակողմանի երկխոսությունը կառավարությունների եւ ոչ կառավարական շահագրգիռ կողմերի միջև կենսաբազմազանության առջև ծառացած հրատապ մարտահրավերների եւ արդյունավետ գլոբալ գործողությունների վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում, մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգով։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19 եւ 20-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Կապանում, Դիլիջանում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ամանուկյան փողոցի թիվ 3, 5, Թումանյան փողոցի թիվ 16, 18 բազմաբնակարան շենքերի, նշված փողոցների առանձնատների գազասպառողների, Ոսկե Կապան եւ Three Ways հյուրանոցների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10-ից մինչև ժամը 16-ը կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ամբողջությամբ գազասպառողների, Գոշ գազ ընկերության ԱԳԼՃԿ-ի եւ այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների ժամը 9-ից մինչև ժամը 17-ը Գեղարքունիքի մարզի Շորշա, Արտանիշ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի, օգոստոսի 23-ի Սարալանջի, Իսահակյան փողոցների գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram ալիքին։ Այսքան այս ժամին կհանդիպենք ժամը 22-ին։